Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Տավուշի մարզի Իջևանի օպերատիվ բազայի պարեկային խմբին եւ հետեւել հայ-ադրբեջանական սահմանագծված սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հունիսի 19-ին ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել Արմավիր քրեակատարողական հիմնարկ եւ խորհրդապահական առանձնազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ։ Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսին կրկին այցելել են Բաքվում կալանքի տակ գտնվող հայերին, այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նշելով, որ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայման են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար, ընտանիքներից փաթեթներ են փոխանցվել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մեկնել է Թուրքիան հրանոթանավակայանում դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Երկուսը կմասնակցեն Թուրքիայի Քահրման Մարաշ քաղաքում բնակելի թաղամասի բացմանը։ Հունիսի 18-ին համացանցում տեղի է ունեցել մինչ օրս աննախադեպ մասշտաբի տվյալների արտահոս, գրում է Forbes-ը, Cybernews հարթակի հետազոտողների տվյալներով շուրջ 16 միլիարդ մուտքային տվյալ, այդ թվում գաղտնաբառեր են հայտնվել բաց հասանելիության մեջ։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը հեռանում է Մոսկվայի Լոկոմոտիվից վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։ Նրա պայմանագիրը Ֆերենցվարոշի հետ գործում է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը, ֆուտբոլիստը կվերադառնա Բուդապեշտ։